Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակացանկիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք այն կենտրոնները, ծառայությունները, որ առաջարկվում են թիրախային այս խմբին։ Այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօրվա մեր թեման հետաքրքիր է, ես հյուրընկալել եմ ավելի քան 40 տարվա մանկավարժական փորձառություն ունեցող կենսաթոշակառու Մարիետտա Բաղչինյանին եւ ձեռքը տուր հասարակական կազմակերպության համահիմնադիր Մարիամ Հակոբյանին։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ մեր երկար սպասված հանդիպումը կայացավ։ Բարի ձեզ։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հրավերի համար, որ մեզ հյուրընկալել եք եւ ունեցել ենք այս հնարավորությունը ձեզ մոտ լինելու։ Մարիամ, ասացեք, խնդրեմ, ձեռքը տուր, երբ ստեղծվեց, ում համար է նախատեսված, գաղափարի հեղինակն ով է։ Իրականում դեռ տարիներ առաջ գաղափարը ստեղծվեց Ֆրանսիայում, մեր երբ հանդիպեցի մեր համահիմնադիր Տաթև Վևինյանի հետ եւ վերլուծելով Եվրոպա բնակ տարեցների ապրելակերպը եւ Հայաստանում բնակվող տարեցների ապրելակերպի բնութագիրը, մենք մտածեցինք, որ մի նախաձեռնություն ստեղծենք Հայաստանում, որ ինչու՞ չէ կարողանանք նպաստենք նրանց կյանքի որակի լավացմանը։ Եվ այդ գաղափարը այնտեղ ծնվեց, բայց մարմին առավ բնականաբար տարիներ հետո դեռ, երբ այդ ամենը փորձեցինք ավելի գիտահեն եւ ամուր հիմքերով կառուցել, ընդունվեցի բժշկական համալսարանի հանրային առողջության կառավարում ֆակուլտետը եւ ամբողջ ուսումնառությունս նվիրեցի տարեցների ապրելակերպի բնութագրի բոլոր ուղղվածություններին, բոլոր բաղադրիչներին եւ վերհանեցի շատ տարբեր խնդիրներ, որոնք ինձ համար շատ մտահոգիչ էին եւ ինչ որ պարտավորվածություն առաջացավ, որ ինչ որ բան արդեն պետք է ծնվի։ Ինչ հետաքրքիր, քանի տարի է տևել գաղափարից ձեր ասած մարմին առնելը։ Մոտ 5 տարի։ Մոտ 5 տարի, 2 տարի ուսումնառության ընթացքն է տևել, բայց 5 տարի առաջ է գաղափարը որպես այդպեսին մեր, այսպես ասած, հոգում ծնվել։ Եվ ուսումնասիրելով արդեն խնդիրները վերնշված, իսկապես եթե գիտեք 12% ավել տարեց բնակչություն ունեցող հասարակությունը համարվում է արդեն ծերացած եւ մենք ունենք 16.7% տարեց բնակչություն Հայաստանում եւ սա սոցիալ-տնտեսական առումով մտահոգիչ ցուցանիշներ են։ Ուղղությունը այդ ամենի կազմակերպչական մասով, որպես հանրային առողջության մասնագետ եմ արդեն իսկ ուզում ասել, հատկապես հիմա որ ներդրվել է պարտադիր ապահովագրությունը, համընդհանուր ապահովագրությունը, մենք պետք է շատ կարևորենք կանխարգելիչ ծրագրերի իրականացմանը եւ այդ նախաձեռնություններին, որպեսզի կարողանանք ինչ որ չափով նպաստել առողջ ծերացման, ակտիվ երկարակեցության այդ բաղադրիչին եւ ինչ որ առումով նաեւ մեզ համար հետաքրքիր էր այս նոր մշակույթը ձևավորել, որովհետեւ այս ամենի հիմքում, այո, այս ամենի հիմքում Հայաստանում նաեւ հանրային ընկալման խնդիր ունենք մենք եւ որպես նաեւ ինչ որ չափով առաջամարտիկներ իհարկե կան էլի գործող կազմակերպություններ, բայց մենք էլ մեզ վրա ինչ որ պատասխանատվություն վերցրեցինք եւ երբեմն որ հարցնում են որն է նպատակը, որն է քո մոտիվացիան, որ դու դա այդպես սիրով ուզում ես առաջ տանես, իսկապես մեծ բավականություն եմ ստանում այն ամենից ինչ որ անում եմ եւ նպատակը երբեմն այսպես եմ պատասխանում, որ իմ մոտիվացիան է, որ ես ուզում եմ ծերանամ Հայաստանում, բայց ուզում եմ ծերանամ եվրոպացու նման։ Եվրոպացու մոդելով։ Մարիամ, շատ հետաքրքիր բաներ եք ասում։ Բարիկադի նույն կողմում ենք, այն ամեն ինչ որ մենք անում ենք, ասում եք դուք բառացիորեն, տառացիորեն նույնը եւ ինչն է այստեղ կարեւոր, որ միշտ ես արձանագրում եմ, որ տարեցների ոլորտում կազմակերպությունները մրցակցելու տեղ չունեն, որովհետեւ այնքան շատ դաշտը բաց է, այնքան աշխատելու տեղ կա, որ ձեռքի տված, ինչպես դուք եք ասում, ձեռք իրար մեկնելով պիտի առաջ գնան։ Տիկին Մարիետտա, դուք երբ մեկնեցիք ձեզ մեկնած ձեռքը, երբ բռնեցիք ձեզ մեկնած ձեռքը, ինչպես գտաք կազմակերպությունը։ Ես ճիշտ ասած մի երկու բառ դրանից առաջ ասեմ, որ այդքան տարի դպրոցում աշխատելուց հետո երգի ուսուցչուհի եմ եղել երաժշտության եւ պատկերացնում եք այդ ակտիվ կյանքից հետո
թոշակավորվեցի, որտեղ մի քիչ լսողության խնդրեմ ունեցա, ես ինքս դուրս եկա, որտեղ ինձ պահում էին, բայց ես դուրս եկա, որտեղ ես զգացի, որ ես իրավունք չունեմ այդ լսողությամբ աշխատել։ Եվ ինձ տեղ չէի գտնում ուղղակի։ Փնտրում էի, մտածում էի ինքս ինձ բան, եւ պատահական տանը հանկարծ հարսս նայում է, Facebook-ում գտնում է որ ձերքդ դուր այդպես մի կազմակերպություն կա, որտեղ նկարներ էր դրված, ձեռագործ են անում, ֆիզկուլտուրայով են զբաղվում, հոգեբանություն նույնիսկ եւ ակտիվ կյանք։ Ես որ տեսա, մտածեցի, ես երևի մեծ եմ տարիքով, չեմ համապատասխանի, որտեղ արտաքինից, եթե ներքինը մի քիչ հարուստ է լինում, արտաքինը անպայման ցույց է տալի այդ մասին։ Տեսա ինչ շատ դուր եկավ։ Փորձեցինք ամենայն դեպս հարսը զանգահարեց, Մարիամն էր, խոսեցին, երբ որ իմացավ այն ժամանակ 79 տարեկան էի, Մարիամը հարցրեց, իսկ ինքը ինքնուրույն կարողանում է տեղաշարժվի, հարսս ուղղակի զարմացավ այդ հարցից, որտեղ ոչ մեկը չի սպասում, որ ես կարող ապատայի տարիքին հասնեմ, որ չկարողանամ շարժեմ ինքնուրույն, ասաց, այո, բան, իհարկե, երգում է, պարում է, նվագում է, շատ ակտիվ մարդ է, գործում է, ասեցի դեպքում թող գա։ Մեր տատիկն է։ Ես գնացի, սկզբում մեր խումբը 4 հոգի էր, չէ, երկրորդ խումբը դեռ նոր էր բացվել, 4 հոգի էին։ Բոլորին հարց տվեցին, ինչն է պատճառը, որ եկել եք, եւ բոլորս պատասխանեցինք, որ մենք մեզ զգում ենք ոչ մեր տեղում։ Մենք ակտիվ մարդիկ ենք, մենք կենսուրախ ենք, մենք ուզում ենք ապրել, իսկ տանը նստել կամ մեր տարիքին ես շատ եմ տեսել դրսում մեծահասակ, սենց ծանրացած, ոչ մի ակտիվություն, արդեն հարմարվել են իրենց տարիքին եւ պարավում են, ես պարավել չեմ ուզում, ես ուզում եմ մեծանալ, բայց ոչ թե պարավել, ես ուզում եմ ակտիվ մեծանամ, արժանապատիվ ձևով մեծանամ, որպեսզի իմ թորներս, հետագա ծորներս հույս ունեմ, որ պետք է դեռ տեսնեմ ծորներիս, միանշանակ ինձ հարգեն, որպես անձնավորություն, որ ես կարողանամ իրենց ուղղորդեմ կյանքում ինչ-որ մի որևէ բանով, որտեվ ասելիք շատ ունեմ, դպրոցում երկար եմ աշխատել, Տիկին Մարիետտա, դա ստիպեց։ Դուք ձեր տարիքը արդեն մատնեցիք, ասացիք, ես ուզում էի հարցնեի, թողնեի մեզ դիտողները գուշակեն, արդեն ասել եք, տարիքը ասեք, մենք այդ հարցին անկեղծ, շիտակ պատասխանում ենք այս հաղորդման շրջանակում եւ զգացողություններն ասեք։ Գիտեք ինչ, հիմա ես ձեզ ասեմ, մեր խմբակը, մեր կազմակերպությունը մեզ կյանք է տվել, ավելացրել է։ Դուք չեք պատկերացնում ինչ մթնոլորտ է այնտեղ։ Մենք սիրված ենք, մենք հարգված ենք, այդ ձերքը դուր ինձ շատ հետաքրքրեց, ինչու է այդ անվանումը, ձերքը դուր ինչ է նշանակում։ Եվ ինձ ասեցին, որ մենք ձերք ենք տալիս ձեզ, ուզում ենք ակտիվ լինեք։ Ես դա զգում եմ հիմա։ Մեզ դասավանդում են ջահել, երիտասարդ աղջիկներ, նույնիսկ 2 տղա անգլերենին եկան օգնեցին։ Եվ մենք զգում էինք, որ նրանք մեզ հարգում են մեր ընտրությունը։ Մենք ակտիվացել ենք, մենք ապրում ենք, մենք շատ ուրախ ենք գալիս, այնպես ենք ընկերացել, հեծանիվ ենք քշում, գործում ենք, պատկերացնում եք, մենք հեծանիվ պարում ենք, երգում ենք արդեն, կավագործությամբ ենք զբաղվում, ուլունքագործությամբ ենք զբաղվում, նկարում ենք վերջին հաշվով։ Ես իմ նկարը տեսա եւ զարմացա, որ ես դա առաջի օրն եմ նկարել։ Երաժիշտ եք, կնկարեիք, պարզ է, որ կնկարեիք։ Նկարեցի եւ շատ հպարտանում եմ դրանով։ Ես հիմա ակտիվ եմ, ես քայլվածքն եմ փոխվել։ Իմ քայլը, որ ես գնում եմ, մարդկանց նայում եմ ուրիշ ձևի արդեն։ Եվ իմ տարիքը դա սահման չի։ 80 տարեկան եմ։ 3 իմ ծննդյան օրն էր։ Մենք նշել ենք մեր կազմակերպության մեջ, ինչ ուրախություններ չեք պատկերացնի։ Մենք ազատ ենք մեզ զգում, հասկանում եք։ Մենք պետքական ենք զգում այս կյանքում։ Հիմա դուք ասացիք, ձեր կյանքին տարիներն ավելացրել, ձերքը տունում, թե պակասեցրել են 80-ից։ Ինչ են արել, հանել են 80-ից, երիտասարդացրել են ձեզ քանի տարով։ Դուք այսօր ինձ արդեն ասեցիք, դուք ասեցիք, դուք 60-ից ավել չեք երևում։ Ես չգիտեմ, շատ համարձակ բան եմ ասում, բայց ես այդքան էլ ինձ զգում եմ։
Ես մեծ չեմ զգում ինձ։ Տիկին Մարիտ, այստեղ եթերում 18 տարեկան զգացող 80-ամյա մարդկանց հետ եմ հանդիպել, ինձ 60-ով չզարմացրեք, մարդիկ են եղել 40 են զգացել, մարդիկ են եղել ասել են 16 եմ զգում, հոգով 16 եմ, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Այո, ես չգիտեմ, համենայն դեպս տանը, եթե մի որևէ խոսակցություն լինում է, թորնիկներս ասում են, տատիկ, մեր ժամանակ հիմա ուրիշ է, ասում եմ, ես էլ եմ արդեն ձեր ժամանակում, կարող եմ մի ընթացք դպրոցից հետո ինչ-որ տեղս չէի գտնում, բայց հիմա ես նրանց հետ գտնում եմ և լեզու, և հասկանում եմ, չգիտեմ, ես ինչ շատ երիտասարդ եմ զգում։ Հրաշալի է, իրականում բոլոր այս ծրագրերի իմաստն էլ դա է առողջ երկարակեցություն, այսինքն որ մարդը առողջ երկար ապրի, կյանքը որակ ունենալով, ոչ թե տաղավարներում նստած, այսինքն տաղավարում նստելու մեջ ինքնին վատ բան չկա, բայց եթե կյանքը սահմանափակված է, մտահորիզոնը սահմանափակված է, գործունեությունը, դուք ձեր երկրորդ շնչառությունը վերցրել եք Գիտեք, առաջ որ բան մոլբերտը փոքրիկ մոլբերտ էին դրել, ես նայեցի, ես մտածում եի, ես ինչից պետք է սկսեմ, վրցինից բան, դե շատ բան եմ տեսել ու կարդացել եմ, բայց ինքդ փորձես ներկով, ես մատիտով նկարում էի, բայց ներկով երբեք չեմ փորձել նկարել, և երբ որ ես նկարեցի մեր Օֆելյան շատ բարեհամբույր աղջիկ, ասեց մի ընկճվեք, հլը մի հատ վեր կացեք, հեռու գնացեք ու նորից նայեք ձեր նկարին, ես նայեցի մտածեցի, ես իմ աշխատանքն է, հիմա զգում եմ տարբերություն, ես արդեն գույներն եմ տեղավորում, ես վրցինի աշխատանքն եմ զգում, ես ոնց կարող եմ չասեմ։ Մեր եթերում Մարտիրոսը Բադալյան ասաց, որ անկախ տարիքից, մասնագիտությունը սերից բոլորը պիտի նկարեն, որովհետև բոլորը պիտի նկարեն, որովհետև նկարելով մարդու հույզերը, էմոցիաները աշխարհը արտահայտում է։ Մարիամ դասացուցակին անդրադառնանք, Տիկին Մարիտան ասաց, ինչ ժամանակով են հանդիպում, շաբաթվա մեջ քանի անգամ, որ ժամերին, այսինքն տեխնիկական որոշ բաներ, որպես տեսնենք ինչ է ապահովում ավագ սերնդի համար։ Ինչպես նշեց Տիկին Մարիտան, մենք երկու խումբ ունենք արդեն, որոնք 15-15 անձից են բաղկացած, որպեսզի դասերը ավելի որակյալ կազմակերպենք, երրորդյա գրաֆիկով են իրենք գալիս, ու նախընտրելի ժամը, որ մենք ընտրել ենք, դա 10:30-ից 2-ն է, 2 դասաժամ են ունենում։ Ինչու է ժամը ընտրված նույնիսկ առավոտյան ժամ, որպեսզի մենք առողջ սովորություններ ձևավորենք, քանի որ եթե մենք եկեք ընդունենք, որ Հայաստանում նախաճաշ սովորությունը մեզ մոտ այդքան ընդունված չի եղել, մեծամասնության մոտ։ Հիմա իրենք գիտեն, երբ որ գալիս են կենտրոն, իրենք պետքա նախաճաշեն, որովհետև ընթացքում իրենք բնականաբար սովելու են եւ ունեն ընդմիջման փոքրիկ սուրճի ժամ, իրանց շփման ժամն է, որից հետո երկրորդ դասն է սկսվում։ Երկրորդ դասը ավարտվում է ժամը 2-ին, բնականաբար էլի ցանկությունը ուտելու ճաշի ժամն է գալիս եւ արդեն այս դեպքում իրենց մոտ կամած նաեւ տանում ենք դրան, որ առողջ սովորություն ենք ձևավորում։ Այո, դասացուցակները կազմված են այն դաս առարկաները, որոնք մենք կազմել ենք, բոլորը էլի շատ հիմնավոր արդյունք տվող, հա, տեղ տանող դասեր են ընտրված, ինչպես նշեց նկարչությունը, որի արդյունքում ենք եւ հույզերի հետ գործ ունենք, հա, եւ ստրեսների վերհանման խնդիրներ ենք լուծում եւ ինչու՞ չէ հաճույքն ենք վայելում։ Անգլերենի ուսուցում ունենք, նոր լեզու սովորել, նոր բան սովորելը մենք գիտենք տարբեր խնդիրներ ենք դրանով կանխարգելում, հա, այսօր սրընթաց եկող տարիքային հիվանդությունները միակ չէ, բայց ուղղվածությունը, որ պետք է կարողանան կանխարգելել, դա զբաղվածության միջոցով է դա անել։ Եվ նաև արտ-թերապիայի դասեր ունենք մեզ մոտ, հելունագործություն, հուլունքագործություն ունենք։ Այո, մանր մոտորիկան կենտրոնացում, այո, կոգնիտիվ խանգարումներն են կանխարգելում, լուծում ենք տալիս եւ իհարկե ինչպես նշեց, ժամանցային եւ ֆիզիկական ակտիվության մասով մենք ընտրել ենք հեծանվային զբոսանքը դասից առաջ։ Երբ ժամը 9-ին իրենք ունենք խմբեր, քանի որ մեր հեծանիվները սահմանափակ քանակ են, բաժանված են խմբերը, հա, ամեն 4-ը դասից առաջ այդ ամսվա, որ օրը ով պետքա վարի 9-ից մինչև 10 իրենք վարում են, հետո գալիս են, փոխվում են ու 10:30 իրենց դասը սկսվում է։ Դա այդ ֆիզիկական ակտիվությունը ոչ թե ինչ-որ պարտավորվածություն է, իսկապես իրենք մեծ հաճույքով են դա անում, որտեղ հեծանիվներն էլ 3 անիվային են, անվտանգության բոլոր կանոնները պահպանելով, իրենց դժվարություն չի տրվում դա անել, իսկապես ուղղակի պետք է տեսնել ու հիանալ, բայց ես ուզում եմ, որ դա չլինի զարմանալու առիթ, ես ուզում եմ, որ դա լինի, այո, բնական եւ նորմալ մեր երկրում։ Տիկին Մարիտա, իմ փորձառությունը այս հաղորդման շրջանակում թույլ է տալիս պնդել, որ երաժիշտները երկարակյաց են։
դաշնամուր նվագողները, որևէ երաժշտական գործիք նվագողներ, ընդհանրապես երաժշտության սեր ունեցող մարդիկ, բարբերաբար լսող, դուք այդ օրինաչափությունը ձեր կյանքում նկատել եք, արդյոք երաժշտությունը ձեզ նաև երիտասարդացրել է։ Ես վստահ եմ, որ այո, բայց ուզում եմ, որ այդ միտքը դուք հաստատեք եւ եթե մտորումներ ունեք, կիսեք։ Միանշանակ։ Բայց մի բան պետք է ասեմ, որ իմ ընտանիքը երաժիշտների ընտանիք է եղել։ Հայրս, հետո եղբայրս երկար տարիներ բանի Երզնկյանի խմբում սաքսոֆոնիստ էր եւ այդ ուրախությունը, այդ երաժշտության հետ շփումը ազատ, մենք ազատ ենք երաժիշտները։ Այն ինչ որ ասենք իմ տարիքին է, այսպես կարող են հանգիստ նստեն, բան մենք չենք կարողանում։ Ես տեսել եմ պրակտիկայի են գալիս դպրոց, երաժիշտները փոխվում են։ Իրենց նվագարաններով գալիս էին դպրոց, բոլորը զարմանում էին։ Այնտեղ կար հայոց լեզվի, մաթեմատիկայի բոլոր լուրջ կանգնած պատի մոտ, բայց մերոք շատ կենսուրախ։ Կյանքն են, չգիտեմ ինչն է փոխում մեզ մեջ այդ բանը։ Ես համոզված եմ, որ երաժշտությունը շատ են ինձ այստեղ ասել են, աստվածային մի բան ունի իր մեջ, դա միանշանակ է, հաստատ պատահական չի տրվում, թեկուզ դասական այդ գործերը, ինչ որ միտեղից ուրիշ վերերկրային մի բան կա դրանում, դե հիմա թյուր կարծիք է գուցե, բայց սա իմ համոզմունքն է։ Ինչպես են ձեր հարազատներ, ընտանիքի անդամները վերաբերում ձեր այս երկրորդ շնչառությանը, ակտիվ կյանքին, ասացիք, որ հարցն է մի բան գտել, նշանակում խրախուսում են։ Ես հասկացա։ Հիմա տեսեք, այն ժամանակ, երբ որ ես տանն էի եւ տեղ չէի գտնում, եւ լսողությունս էլ մի քիչ տեղում չէր, մեկուսացվել էի։ Ես աշխատում էի, եթե տանը մարդիկ կան, բան գնամ, իմ սենյակ, ամփոփվեմ, բայց հետո, երբ որ ես սկսեցի գնալ, հիմա ես տրամադրություն եմ բերում, հասկանում եք ընտանիքի մեջ։ Իմ հարսս, որ տանն էր, չէր աշխատում, անընդհատ նեղվում էր, ասում էր, ինչ որ մի բանից դժգոհ ես, ես ասում եի, չէ, ես դժգոհ չեմ, ուղղակի մտածում եմ, ինչ որ մի բան, որ ես կարողանամ անեմ, ստեղծեմ ինքս։ Հիմա ես իմ տրամադրությունը ուրախ բերում եմ տուն, եւ դա մենակ իմ համար չի, դա տան համար է, տրամադրություն է ստեղծում ընտանիքում։ Եվ բոլորն են ասում մեր աղջիկները։ Ես նրանց աղջիկներ եմ ասում, որովհետև այո, մենք էլ ենք աղջիկներ ասում, աղջիկ չկա, միանշանակ։ Մարիամ, այսպեսի մի հարց շատ գայթակղիչ բաների մասին ասացիք, ես վստահ եմ, որ ունկնդիրները, որ մեզ լսում են, ուզելու են վայր իմանալ, ուզելու են հերթագրվել, ուզելու են պայմանների մասին իմանալ, կխնդրեմ դա էլ կիսեք մեզ հետ։ Այս պահին կենտրոնը գործում է կենտրոն ավարտական շրջանում, Ավագ Պետրոսյան 2 հասցեում, վայրը այդքան է, արդեն նշեցի, իսկ գրանցման համար մենք հավաքագրում ենք, ունենք լիստ, որտեղ սպասման ռեժիմ ենք ձևավորում հնարավորության դեպքում, բայց այս պահին ինձ նախ ուրախացնող եւ մի փոքր վախեցնող փաստ ունենք, երբ սկզբում մեզ դժվարություններ, ում հետ ենք աշխատելու, ոնց ենք հավաքագրելու, մինչեւ ունեցանք այն շահառուները, այո, բայց հիմա վերջի շրջանում զանգ էին տալիս զավակները, կլինի մայրս էլ գրանցվի եւ այլ բոլորի ցանկություններ ու ինչ որ ձևով փորձնական դասի հնարավորություն էինք տալիս, իհարկե բոլորը մնում էին, բայց հիմա ինձ ուրախացնում է մի փաստ, որ անձամբ տարեցներն են զանգում, կլինի ես գրանցվեմ ձեր ծրագրում, անցած անգամ մի 80-ամյակին էր զանգվել, ասի գիտեք պետքա սպասեք, այս պահին մենք փակ ախմբերը տեղ չունենք, նոր խմբի համար պետքա ձևավորվի, դուք սպասեք, հասկանանք ոնց ենք կազմակերպում, ասեց, բայց ես 80 տարեկան եմ, ինչին սպասեմ։ Էլ ոնց սպասեմ։ Իսկապես հասկանում ես, որ պետքա կարիքը կա ընդլայնվելու, համայնքահեն դարձնելու ծրագրերը։ Դա է ասում, որ այստեղ անընդհատ անելիք կա։ Տարածվելու կարիք չունենք, մենք ունենք մոտ 600,000 տարեց ինչի մասին է խոսքը, ամեն մեկը ինչ որ ուղղվածություն վերցի, ինչ որ մոդելներ դնի, ինչ որ մի բան կիրառի, մեծ հաշվով մենք այստեղ խմբակները իհարկե շատ հետաքրքիր են իրենց համար, իրենք բացահայտվում են, գործ ունենք սովետական միության ժամանակ, ապրող ժողովրդի սերունդի հետ, որոնք շատ սահմանափակ չեն ունեցել հնարավորություն ինքնաարտահայտվելու։ Հիմա մենք դասերը ինչ որ սիրողական էր, դարձրել ենք արդեն ոչ սիրողական, մասնագիտական խորացված, որտեվ պարզ դարձավ, որ մենք ունենք բավականին լավ նկարչուհիներ, մենք ունենք
Աշխատասեր հետաքրքիր սերունդ է, աշխատանքներ պարտաճանաչ եւ անհատական ցուցահանդես ենք ունեցել արդեն մենք մեր մյուս շահառուների հետ, որովհետեւ մեր շատ հրաշալի գործեր ունենք։ Եվ բայց այս ամենի հիմքում, ինչքան էլ որ հաճելի է իրենց համար այն զբաղվածությունը, այն խմբակները, որ մենք ստեղծել ենք, հիմքում իրենց համար կարևոր է իրենց շփումը, սոցիալական շփումը, երբ որ ինչպես Տիկին Մարիտան նշեց, նույնիսկ ընտանիքի մեջ սոցիալական մեկուսացում կարա տեղի ունենա։ Դրա համար նման նախաձեռնություններն ու ծրագրերը օգնում են, որ այդ ամեն ինչը հաղթահարենք եւ ունենք այն, ինչ որ ունենք այսօր։ Հրաշալի, եւ դուք խոսեցիք մշակութային փոփոխության մասին, մշակույթի, որ մարդիկ փորձեն գալ, դա արդեն կարծես թե հաղթահարված է, մնում է պետությունը, հասարակական կազմակերպությունը, գոլեգաները, մենք հասցնենք պահանջարկի հետևից։ Եվ մի վերջին հարց, Տիկին Մարիտա, ինչ խորհուրդ կտաք տանը նստած ձեր տարեկիցներին, ձեզանից փոքրերին, թոշակի անցնող մարդկանց, ինչ անեն, մեկուսանան, գնասենյակում գիրք կարդան։ Ոչ մի անգամ։ Ես հիմա ունեմ իմ շրջապատը տանը, երբ որ գնում եմ բարեկամներ, ընկերուհիներ, նույնիսկ ինձնից մի 10 տարով երիտասարդ մեծեր արդեն շատ քիչ են, բայց նույնիսկ 74, 76 բոլորը սպասում են մեր նորություններին։ Ամեն անգամ ես որ տուն եմ գալիս, անընդհատ զանգ են տալիս ինձ, ինչ կա, ասում եմ նայեք, արդեն նկարներ կա, բացառեք ձերքդ տուր, ինչա կոչվում դա, սայտը թե ինչը, բացառեք այնտեղ նայեք, մենք էլ ենք ուզում, պատմի, ինչ էիք անում։ Ինչ եք խորհուրդ տալիս, դուրս գան իրենց փորձառություն ունենան։ Իմ տարիքի երբեք չասենք տատիկներ, մենք տատիկներ չենք դեռ, մենք ակտիվ ապրող մարդիկ ենք, մենք հասարակության մեջ մեր տեղն ունենք եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորը, լինի դա սպորտային, այդպես կազմակերպություն, լինի դա երաժշտական, ով ինչ կգտնի Հայաստանում, ես չգիտեմ ինչեր կան, բայց անպայման հետաքրքրվեն, մեզ մոտ արդեն քանի հոգի, Մարիամ ջան, ես ուղարկել եմ, լավ սպորտսմեններ ունեմ, միասին աշխատել ենք, որը մի 20-30 տարի առաջ ռեկորդ է ունեցել արագության վազքի եւ միջև այժմ այդ ռեկորդը չի չեն առաջանցել դրանից էլ կցանոթացնեք ռեկորդը ինձ զանգատվել ասում եմ ես ուզում եմ գամ չես բարեխոսի որ ես էլ գամ ես ասացի դու քո քայլը առաջինը ինքդ պետք է անես վերցրու հեռախոսդ ու զանգ տուր մենք ունենք Facebook-ում ձեր տուր այդպիսի բան որտեղ դու կարող ես զանգ տաս եւ անձամ խոսես որ զգան դու նորմալ միասին աշխատել ենք բայց ինքը Գերմանիա գնացեք դեկավ հիմա չի աշխատում այսինքն լուծումը տանը չնստելն է չնստել երբեք ոչ մի քաղաքականություն թող քաղաքական կրթություն ունեցող մարդիկ դրանով զբաղվեն երբեմն փողոցում գալիս մոտենում են հարցնում են ինձ ես ասում եմ Աչիկ ջան, եթե ես հիմա բան ասեմ, շատերը նայում են հերոստացույցով, կարող է սխալ բան ասեմ։ Ես ինչ որ մարդկանց բան ուշեմ, ես իրավունք չունեմ, ամեն մարդ թող իր գործով զբաղվի։ Ես գտնում եմ, որ ես պետք է ուրախ մեծանամ իմ ձեր գործն է տարիքը վայելելը, այո, ժպտերեր, հետաքրքրասեր, էլ ինչ ասեմ, բոլորը տեկեք չլինի մեր խմբակը, թող լինի ուրիշ խմբակ, բայց արցելեք երբեք ձեզ պետք չզգաք։ Մեր կանայք ասում են, մենք սկսել ենք ներկվել, մեր հագուստն է փոխվել, մենք ուրախ ենք, նայում ենք ուրիշ աչքերով կյանքին, մենք չենք նեղվում բարդ խոսակցություններից գնանք մեր սենյակները նստենք։ Չէ, մենք էլ ենք սկսել մասնակցել, մենք բժշկություն ենք ուսումնասիրում, ինչու՞ չէ։ Հրաշալի է, հրաշալի է։ Մի պահ է դա կյանքում, բոլորը անցնելու են դրանով։ Խորհուրդ եմ տալիս, քանի ուշ չի, ժամանակին ակտիվացեք։ Հրաշալի է, շնորհակալ եմ, ուրախ եմ, որ եկաք, որ այս հնարավորությունն եղավ, այս մոտիվացնող զրույցն եղավ։ Հիմա Տիկին Մարիտայի այս խրախուսանքի եւ խորհուրդներից հետո, պատգամից հետո բոլորը զանգելու են ձեզ, մեզ եւ լավ է, որովհետեւ եթե ամեն հաղորդումից գոնե 2 հոգու հանենք սենյակից տաղավարներից, արդեն մեծ հաջողություն է, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ անձամբ, որ ինձ ընծայվեց այսպիսի հնարավորություն, ով կմտածեր, որ կարող եմ ես 80 տարեկանում գամ այստեղ ինչ-որ մի բանի մասին։ Սա դեր առաջին հարցազրույցն էր։
Ինչպես։ Առաջի հարցազրույցներ ձեր։ Հարցազրույց առաջին անգամ եք ռադիոյում։ Ես մի քանի տարի առաջ դպրոցին վերաբերվող այդ նկարչությունը մտցնելու ժամանակ եղել եմ, բայց սա փաստորեն մի 20 տարի առաջ է Էլի դա հնարավորություն է գոնակ, շնորհակալություն։ Ես էլ եմ իսկապես շնորհակալ այս հնարավորության համար, ինչու որ դուք վերեկանում եւ լուսաբանում եք այն հարցերը, որ ոչ միայն կա սոցիալական ծրագրերն են շատ ավելի կարեւոր, այլ մինչեւ այդ կանխարգելիչ ծրագրերը, որոնք կյանքի որակ են փոխում, իսկ նմանատիպ ծրագրերով մենք փորձում ենք ինչ որ աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն հրավերի համար։ Ակտիվ եղեք։ Օրհնում ենք ամեն օր։ Երեք ինձ վախեցնու խոսքերը ասեցի կինա Մարետան, ասեց դու պատրաստ ես այսքան օրդության տակից դուրս գալու, իսկապես Ասա որն է մենք սովորել ենք, Մենք ասենց հա, բայց ինչ որ բան եկավ ինձ վրա ու Որը վերեկենում կներեք Մարիամ ջան, որը վերեկենում ասում է շնորհակալություն Մարիամ։ Դուք պատկերացնում եք պատկերացնում եմ, ես դա զգում եմ, ես նույնիսկ կատակ ունեմ, ասում եմ առաջ փակ դուր չկա, որովհետև դա այն բոլոր տարեցների ջերմ խոսքերն են, որ ուղեկցում են մեզ, հենց դա էլ այս ոլորտում աշխատելու մեր մեծագույն մոտիվացիան է։ Շնորհակալություն։ Առաջի գրավականը։ Այո։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։